Երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է գորիսեցիներին, դեպքի մասին խոսում են ամենուր, բայց շշուկով։ Երիտասարդներ են մահացել, որից մեկը 2 երեխաների հայր էր։ Երեկ ժամը 17-ին Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության կայանում կանչ է գրանցվել, դեպքի վայր է մեկնել 2 բրիգադ։ Ժամը 17:00-ին 25/01/2026 թվականին շտապօգնություն կանչ է գրանցվել, որտեղ արտակարգ վիճակի հետ կապված կանչ են տվել ականապայթյունի հետևանքով, որպեսզի գնան։ Մենք ուղարկել ենք անմիջապես 2 շտապօգնության մեքենաներ։ Ժամը 17:15-ին արդեն շտապօգնության մեքենան հիվանդին տեղափոխել էր Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ աշխատանքային ժամ չէր, նաև աշխատանքային օր չէր։ Անմիջապես հրավիրվեցին վիրաբույժները, տրավմատոլոգները, անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգները։ Ըստ շրջանառվող լուրերի ազգականների մեջ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը Պապենական տան հողամասի ու արգելապատի հետ է կապված, հարցը փորձել են դատարանով լուծել, չեն սպասել օրինական որոշմանը։ Երեկ երեկոյան վեճը շարունակվել է Գորիսի Գերեզմանատանը Թոսկապ կոչվող տարածքում, ըստ նախնական տեղեկությունների նռնակի պայթյունի հետևանքով զոհվել են ազգականներ Արմեն և Արուժան Յոլյանները։ Դեպքի վայրում գտնվող արցախցի Արսեն Երեմյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Հիվանդն ընդունվել է ծանր վիճակում, մարմնի վրա առկա են բազմաթիվ բեկորային վերքեր, բոլոր օրգանների, բոլոր մաշկի արտաքին բոլոր ծածկույթների վրա, ուրեմն ձախ կողմից տեսողությունը բացակայում էր, տեղափոխվել է ռեանիմացիոն բաժանմունք եւ կատարվել են համապատասխան միջոցառումներ։ Գորիսի բժշկական կենտրոնում 5 ժամ տևած հետազոտություններից, բժշկական օգնություն, միջամտություն ցույց տալուց եւ վիճակը կայունացնելուց հետո 30-ամյա Արսեն Երեմյանը տեղափոխվել է մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Պարանոցի շրջանում ուրեմն եղել էր նաև գեմատոմա, կատարվել է նաև արյան փոխներարկում, քանի որ այդ վերքերից բավականին արյունահոսություն էր եղել։ Առաջին իսկ րոպեներից դեպքի վայր են մեկնել համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը, քրեական ոստիկանության ծառայողները եւ իրականացնել համապատասխան գործողություններ։ Արևիկ Աբելյան, ժամը լրատվական։